աշխատավայրում տնօրենը գոռում է աշխատակցի վրա, նա գնում է գոռում է կնոջ վրա, կինը երեխան կատվի։ Այսա ճիշտ այս պաշտպանական մեխանիզմի կիրառումն է, պարզ կիրառումը, երբ որ այն էմոցիաները եւ զգացմունքները, որը այս պահին այս տեղում չես կարող դու արտահայտես, տեղափոխում ես մեկ այլ վայր, ավելի անվտանգ, ավելի ապահով, ավելի հարմար, ավելի թույլատրելի միջավայր։ Դու կարող ես այդ տեղափոխումը անել եւ վայրի առումով եւ չգիտեմ, մարդիկ կան սկսում են առարկաների հետ կապված իրանց տեղափոխումը իրականացնել, սկսում են ափսեներ կոտրել, չգիտեմ, շուրջ բոլորը ջարդուխուր դանել, մարդկա այո այդ ագրեսիան տեղափոխում է ինչ որ հարաբերությունների մեկ այլ դաշտ, ես հիշում եմ մի ժողովի ժամանակ այսպես բոլորը նստած եւ մենք լուրջ հարցեր ենք քննարկում, այդտեղ իմ ընկերներից մեկը ժողովի ժամանակ այսպես ֆրացել է ու իմ հետ կապված ինչ որ լուրջ բաներ է ասում, բողոքում, ասենց ինչ որ հուզված խոսում է ու ես այս ապշած լսում նոր լավ էր այս աղջիկը, էլի ինչ եղավ, ինչ ա ուզում ինձանից, ինչ ասեն իմ հետ կապված այնց ագրեսիվ վարք ու ես հասկանում եմ, որ այս ամեն ինչը կարծես թե ինձ հետ կապ չունի, բայց իրավիճակը շատ դաժան էր ու ես այնց հուզված եկել եմ տուն ու կիսվում եմ այդ ամեն ինչի մասին գոռին ու ասում եմ գոր մի խոսքով սենց բան ա եղել, բայց ես վստահ եմ, որ այդ ամեն ինչի իմ հետ կապ չուներ, էլի ես հա այն ինչ որ ինքը ասում էր մտածելու տեղիք տվեց, բայց այդ իր ասելու ձևը, այդ ամեն ինչը իմ հետ կապ չուներ ու ես սենց իմ մտքերի մեջ մի խոսքով անհանգիստ հաջորդ օրը մենք հանդիպում ենք ու ինքը գալիս է ինձ ներողություն ա խնդրում, ասում է անկներես էլի երեկվա համար, պարզապես ես ընկերոջս հետ էի կռված, շատ վատ հոգեվիճակում ու չգիտեմ ինչի տենց ստացվեց, ես գիտեի, որ այդ ամեն ինչը իմ հետ իսկապես կապ չուներ, այսինքն սա ճիշտ այս մեխանիզմն է, երբ որ մարդը այլ տեղում է կարծես ներվայնացած, ջղայնացած, լարված եւ դա տեղափոխում է ավելի հարմար, ավելի մեկ այլ միջավայր։